Ողջույն հայեր, ողջույն ռադիոակյուն գնդիրներ եւ ագնդիրներ։ Բատմե մայրիկ, հայրիկ հաղորդաշարներս նվիրված են հայոց ցեղասպանության 100-ամյակի դարելիցին։ Բատմե մայրիկ, բատմե Գյուղերի մասին այ մոխրացած Բատմե մայրիկ, իմ չարված Այդ սուքովնի օրերի մասին Այսօր Ուրֆայի եւ գամ Ետեսիայի դեղահանման եւ դարակրության վերաբրողներեն մգրդիչ մեծ հայրիկի մասին քիչ անց պիտի պատմե Թորնուհին Զեփիր Աշակյանը։ Սիրելիներ, նախքան այդ եկեք լսենք Ուրֆայի աշխարհագրական եւ պատմական ամփոփ տեղեկություններ։ Ողջույններս բոլոր ուրֆացի հին եւ նոր սերունդին։ Հայկական աղբյուրներում մեջ հաճախագիորեն հիշված է որպես Ուրհա, Ուրֆա, Օրֆա, Ռուհա։ Պատմական քաղաք եղած է հյուսային միջակետքին մեջ եւ հայտնի է նաեւ ինչպես հայերենով Ետեսիա։ Ուրֆան Ետեսիան հելենիստական շրջանի ժամանակ եղած է Օսրոյենի ասորական թագավորության մայրաքաղաքը, այնուհետև հայոց միջակետքի մայրաքաղաքը։ Հայոց միջակետք նկատի ունենամ ըստ պատմական աղբյուրներու, որ Ետեսիան գետրոնը եղած էր միջակետք հայոց։ Եվ այնտեղ իշխած էին Աբկարյան դողմը, Աբկարյանները ունեցած են հայկական ձագում։ Անցած է հռոմեացիներու դիրապետության տակ եւ ընդգրկված է նաեւ բյուզանդական կայսրության գազմին մեջ։ Ուրֆայի Ետեսիայի ամփոփ տեղեկություններ աշխարհագրական եւ պատմական դալով գուզեի անդրադառնալ հետեւյալ տեղեկություններուն ըստ պատմակետներու վկայության Քրիստոսի առաջ քրական վկայություններ կան, որ հայր Աբրահամի կապակցությամբ ինչպես նաեւ ասեմ Խարանը Ուրֆայի արևելքի հին պատմության մեջ Ուրֆայի շրջանները հիշված են ծննդոց գրքին մեջ եւ բազմաթիվ վայրեր կան, որոնք հիշված են նաեւ Իսահակի հոր անունով։ Հայր Աբրահամի ծննդավայրը գտնելու համար բեղումներ եղած էին 19-րդ դարուն, սակայն միշտ ցկցկված էր այս գործը, ի վերջո 1922-ին Լիական ամերիկյան աշխարհախումբը 7 տարի բեղումներ կկատարե Բաղդադի եւ Բասրայի միջև գտնված Եփրատ գետեն 15 կիլոմետր դեպի հարավ գտնվող վայրին մեջը գահաճողին Երևան անել Ուրֆայի ավերակները։ Որոշ կարծիքներ կան, որ Աբրահամը այդ քաղաքեն քաղտած է, Խարան եկած է եւ տեսած է Ուրֆայի գեղեցիկ տեսարանները, լճարները, հմայված է եւ ուզած է ինքը քաղաքը կոչել եւ ինքը ուզած է որ իր ծննդավայրին անունով կոչել։ Անորամար որ Ուրհավի գրճատած է եղած է Ուրհա, իսկ ավելի վերջը թուրքական դիրապետության շրջանին վերածված է Ուրֆայի։ Մեծն Ալեքսանդրի արշավանքեն ետքը քաղաքին անունը դարձավ Էտեսե։ Մեծ Ալեքսանդրը միջակետքը գրավելու համար, երբ Եփրատեն գանցներ, իր առաջին հանգրվանը դարձած էր Ուրհա, այսինքն Ուրֆա քաղաքը։ Ժամանակ մաքսանալեն վերջը Մեծն Ալեքսանդրը շատ կգնահատե Ուրֆայի օդը, ջուրը եւ արադությունը եւ մեկնելու ժամանակ իր զորավարներն Սելևկոսին գարամայը, որ Ուրհանի գողքին քաղաք մշինվի։ Մեծն Ալեքսանդր, որ նաև կոչվի Մեծն աշխարհակալ, իր մահեն վերջ Սելևկիոս առաջինը գդիրե Ուրհայի շրջանները եւ որբեսի հավերժացնե իր իշխանությունը, այդ շինված նոր քաղաքին անունը կուտա Էտեսե։ Էտեսե կնշանակե ըստ մակեդոնյան լեզվով այս կսիրեմ։ Մեծն Ալեքսանդրը այս խոսքերը արտասանած է Էտեսե, այս սա գսիրեմ։ Ուրֆան Ետեսյան 641 թվականին նվաճված է արաբներու կողմէ
Բյուզանդացիներուն նաև հաջողված է որ իրենք վերանվաճեն Ուրֆան 10 տարիներ անց Ուրֆան գրաված են սելջուկները եւ այսպես Ուրֆան եթեսյան սիրելներ անցած է ցերկեցերկ մինչև 1098 թվական երբ խաչագիրները կհասնին եւ կնվաճեն Ուրֆան 1144 թվականին քաղաքը կգրավե Մուսուլի դիրակալ Մəhəmməd Դինը Այս իրադարձության արդիվ Ներսես Շնորհալին կգրե իր հռչակավոր ստեղծագործությունները մեկը, որ կոչվի Ող Եթեսիո Բոյեմը։ Այստեղ հայրենասեր հեղինակը իր սրդի գսկիծով կնկարագրե գեղեցիկ ծաղկուն Ուրֆա քաղաքի ավերումը եւ բնակչության զանգվածային բնաճնչումը։ Ուրֆա քաղաքը սիրելիներ հետաքրքրերում անցած է հաջորդաբար Եգիպտոսի, Ասորիքի սուլտաններուն, մոնղոլներուն, թուրք ցեղերու դիրապետության մինչև որ 1637-ին վերջնականապես գմտնե Օսմանյան գայսրության դիրապետության տակ։ Միջակետքը սիրելիներ փնամարզն է Արեմդյան Ասիայի մեջ եւ Գինա, Դիկրիսի եւ Եփրատ գետերի ավազանին մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմեն յետքը միջակետքին մեծ մասը Գանցնի Իրաքի գազմին մեջ, իսկ մնացած տարածքը Գանցնի Սուրիայի եւ Թուրքիայի գազմին մեջ։ Մեր թվականեն առաջ առաջին թար միջակետքի սկալի մասը գտնված է հայկական պետության գազմին մեջ։ Եվ բոլորիս համար արի գիտություն, որ միջակետքի սկալի մասը կգտնվեր հայկական պետության գազմին մեջ Դիկրան երկրորդ մեծը միջակետքի նվաճած մասը դարձած էր որպես նահանգ եւ գարավարիչ նշանակած էր իր եղբայրը Կուրասին։ Եթե հարց դրվի թե հայը երբ եկած է Ուրֆա, հայության քաղաքը թեպի Ուրֆա առաջին անգամ դեղ ունեցած է 75-80 թվականներ Քրիստոսի առաջ Մեծնդիկրան երկրորդի իշխանության ժամանակ եւ բազմաթիվ հայեր հետևած են հաղթական թագավորի բանակներուն նկատի ունիմ Ուրֆայի հայերը եւ անոնց մասը եկած է եւ հաստատված է Ուրֆայի շրջաններում մեջ երկրորդ քաղաքը արձանագրված է նաեւ որ հետ Քրիստոսի 35-40-ական թվականին Քրիստոսի ժամանակ Աբգար 5-րդի իշխանության օրերուն եղած է քաղաք Աբգար 5-րդը Ուրֆայի իշխանությունը ժառանգեց իր հորմեն, որուն անունն էր Արշամ։ Քաղաքը 4 կողմը ամուր գերբով ամրացուցած էր եւ պաշտպանությունը վստահեցուցած էր Արշակունյաց դողմի հայ զորականներուն։ Վերջը 200 թվականին, երբ Աբգար 8-րդ Հռոմեն կվերադառնա եւ քրիստոնեությունը պաշտոնական գրոհ կհրճագե Ուրֆայի իբեդության մեջ, բազմաթիվ հայեր Հայաստանի մոտավոր շրջաններեն Ուրֆա կուքան որովհետեւ հնարավորություն ունենան ազատորեն հետևելու քրիստոնեական գրոնքին։ Իսկ 4-րդ քաղաքը թեպի Ուրֆա եղած է հետ Քրիստոսի 340 թվականին, երբ Վարսիչ Շաբոթ թագավորը Հայաստանի թեմ երկարատև պատերազմները երբ որ կմղեր, պատճառ եղած է որ բազմաթիվ հայեր հեռանան իրենց հայրենիքեն, բարձրապես խուսափելու համար Շաբոհի այդ փռնի արտակախտի որ թեպի Պարսկաստան պիտի դաներ։ Այդ թվականին բազմաթիվ հայեր ապաստանեցան Ուրֆա։ 4-րդ քաղաքն վերջը Ուրֆայի հայությունը բավական գշիրք ունի, այսինքն Ուրֆայի հայությունը գսեմ քաղաքին բնակչության այն նկատի ունենալով այլացեղ դարերում մեջ իրենք ավելի շատ էին։ Ուրֆայի հայությունը քերազանցեց Ուրֆայի մեջ գտնվող այլ ցեղի պատկանող ասկերուն։ Այդ թվականներում գոյություն ունեցած էր վարսկական, ասորական, աստվածաբանական ջեմարանը եւ անիկա շատ կարեւոր թիրք մկրաված էր։ Իսկ հայության 5-րդ եւ վերջին քաղաքը թեպի Ուրֆա դեղի ունեցած է Փիլարդոս Թուքսի եւ Թորոս Գյուրաբաղատի օրոք։ Այդ թվականին արդեն Ուրֆան կստանա իր գադարյալ հայկական թիմակիցը, սակայն այս քերակշռությունը կարճ կտևե, որովհետև խաչագիրներու արշավանքները կսկսին եւ ավերումի գենթարգվի Ուրֆայի հայությունը
գծրվի, գփոքրանա իրենց հայության թիվը։ Որոշ աղբյուրներու համաձայն Ուրհան Եթեսյան Ուրֆան վերաշինված է հայոց գիսը ավանդական թագավորին գոմե, որուն անունն էր Աբկար։ Եվ այստեղ Աբկարը մծփինից արքունիքը կդեղափոխե Ուրֆա։ Հարկ է նաև նշել սիրելիներ, Ուրֆայի մեջ կորզած են բարձր մագարտակի դպրոցներ, ջեմարան եւ այստեղ ուսանելու եկած էին դարբեր երկիրներ են։ Ուրֆայի, Եթեսիայի կամ Ուրհայի գրթությունը ստացած են բազմաթիվ հայ երիտասարդներ եւ այստեղ հարկ է նաև նշել, որ հայոց Մեսրոպյան քիրը արարված է։ Եվ այս մասին գվգայե Միշնաթարի հայ նշանավոր պատմիչներեն մեկը Մատթեոս Ուրհայեցին։ Մատթեոս Ուրհայեցին ծնած ապրած եւ կորզած է սիրելներ Եթեսիայի մեջ, Ուրֆայի մեջ, այսինքն եւ անունեն արած է իր Ուրհայեցի կոչումը։ Ուրֆայի շրջանը սիրելներ եղած է մարդկության ծննդավայրը։ Այս մասին բազմաթիվ պատմաբաններ իրենց վկայությունները ունին։ Ուրֆան նաև եղած է քրիստոնեության առաջին օրրանը, երբ Ուրֆա գայցել է Քրիստոսի առաքյալներեն Սուրբ Թադեոսը, եւ այստեղ Ուրֆայի մեջ աշխարհի հնագույն եկեղեցին հիմնադրությունը կգերդե իր իսկ ցերկով։ Արևելյան եկեղեցիներու առաջին սուրբերը, ջկնավորները, դեսապանները, ինչպես նաև ռահվիրաները ապրած են Ուրֆայի մեջ եւ իրենց նահատակությամբ քրիստոնեական քաղաքարականին ճամփան հարթած են։ Պատմական իրողություններ գարտալով գուզեի նաև ասել հայ եկեղեցականության մեծակույն թեմքերը խորենացի են մինչև շնորհալին, Ուրֆային քաղած են իրենց գործերուն համար անհրաժեշտ ադաղցը։ Երրորդ դարեն մինչև միջին դարերու շրջան Ուրֆայի մեջ գոյություն ունեցած է աստվածաբանական դպրոց եւ ջող գրադարաններ։ Եվ այստեղ գուղվեին արևելքի երկիրներեն, Եգիպտոսեն, Հռոմեն, Բիզանտիոնեն, ուսանողներ, գիտնականներ եւ աստվածաբաններ։ Նշանակալի է նաեւ սիրելներ պատմական դեղեցություններու մեջ հայոց մեծնդիկրան արքայեն մինչև Ղարդաշեսի թորները բարբերաբար իշխած են Ուրֆայի վրա։ Իսկ միջին դարերեն մինչև Օսմանցիներու հայտնության շրջանը բազմաթիվ հայ իշխաններ եւ զորականներ իրենց դիրաբեդությունը հաստատած են Ուրֆայի ամրագուր քերթերում վրա։ Ուրֆան Եթեսյան հարուստ բարեփեր հողամաս, նաև աշխարհակրական հանգույց։ Ուրֆան դարձած էր բادرազմներու եւ հերոսական մակարամներու դեվական թադերափեմը։ Այստեղ էական այն է, որ Ուրֆա քաղաքին տարավոր պատմության յուրաքանչյուր շրջանը շարունակ կապված մնացած է հայության անունին եւ իր վրա գրած է անօրգանիկը։ Հարկ է նշել նաև, որ 1895-ի թեփքերը Ուրֆայի մեջ կներկայանան իբրև 40 օրվան հերոսամարտը եւ այս կերպով Ուրֆան գզադվի համեդյան համադարած սպանթեն եւ ցույց կդրվի մեր ժողովրդի հերոսական թիմակիցը։ Կարևոր բաժինը Ուրֆայի մեջ հաստատված էին սիրելներ ամերիկյան եւ գերմանական միսիոնարական գործունեություններ եւ ասոնք 1895-ի թեփքերեն վերջ անկնահայտելի ծառայություններ մատուցեցին մեր ժողովրդին։ Եվ այդ օդար հաստատություններու վարիչները Ուրֆայի հայության ուժեղ նկարագրեն աստվելով կատարալապես հայացած էին եւ այս բարակային փաստական դվյալներ կա։ Ուրֆայի պատմության նոր շրջանը սիրելներ գսկսի 1908-ին մինչև 1915 եւ այս տարիներուն ինչպես ներկայիս ապրող հին սերունդին երիտասարդության եւ պատանեկության հիշեցնող տարիներն են։ 1908-ին Օսմանյան սահմանադրությունը արիտ կուտա որ Ուրֆան Եթեսյան հարաբերության մեջ մտնե Թուրքի աշխարհի հետ։ Այս թվականներուն էր որ ասկային զարթոնքի մթնոլորտին մեջ հասակ կնեդե Ուրֆայի աբակա հերոսները եւ այս հերոսները կարծես պիտի լային, պիտի հասուննային եւ պիտի դառնային 1915-ի հունցկը։ Ուրֆայի պատմության ամենեն նշանավոր
ողբալի տվականներն են 1915, երբ հայրենագիցները իրենց ցույցազնական խոյանքներով գործեին փրկել իրենց ցեղին բադիվը։ Այստեղ դարաբանքը քաղաքականությունը իր արյունոտ մարամասնությունները սուրթանակի բեսեր բոլորին համար։ Սակայն առաջեշտ էր, որ իրենց ցեղին խաչը գրեն իրենց ուսերուն վրա, երբ կքալեին դերձորի անավատները։ 1918-ի զինադատարին Թուրքիայի զանազան կողմերը ծրված եւ հրաշքով ազատված խորֆացիներ գշտաբեին, որ հասնին Հալեբ եւ այնտեղ անգլիացիները, ապա ֆրանսացիները Ուրֆա կմտնեն եւ երբ անգլիացիները եւ ֆրանսացիները Ուրֆա կմտնեն, ուրֆացիները գեհդեվին անոնց եւ ուզեն մեկ վարյան առաջ կամ ժամ առաջ հասնին իրենց ընտավայրը։ Հայության հույսերու իրականացման շրջաններ։ Բոլորին գտվար, որ այլևս մեր տարավոր թշնամին պիտի կավե իր մեղքերը եւ մեր ժողովուրդը դեր պիտի դառնա իր իրավունքներուն։ Սակայն հուսախապությունը շուտով կհասնի եւ մեծ պետություններու ավանդական հակամարտություններն օգտվելով թուրքերը կցերնարգեն քեմալական շարժումը եւ այս քեմալական շարժման ալիքները կհասնին մինչեւ Ուրֆա եւ ավասիկ կտեսնենք վերաբրողները անգամ եւս նոր վտանգի մարչեվ կանգնած են։ 1929-ին դեղի ունենան Ուրֆայի Փետրվարյան ֆրանկ եւ թուրք գրիվները, որոնց ընթացքին մեր ուրֆացի հայրենագիցները գրգին անգամ գփերեն իրենց առնական գերծվածքը եւ 2 ամիս շարունակ իրենց թիրքերուն մեջ ամրացած կթիմատրեն թուրքերու բոլոր հարցակումներուն։ Սակայն այս անգամ թեփքերուն վախճանը աղետալի չլար հայերուն համար եւ ժողովուրդը դեշնական գերբով գլեկե Ուրֆան ապաստան գտնե Սուրիո եւ Լիբանանի հողերուն մեջ։ Ուզեի անդրադառնալ հերոսներու կյանքի մասին։ Հերոսամարտի առաջին փախումը դեղի կունենա 1915 սեպտեմբեր 29-ին, երբ զինյալները հավաքված լալով Հարություն Ռաստկելենյանին դոնա, թուրք ոստիկանները անագնգալ գերբով կհարցակին, բայց հայ ֆեդայիները գահաճողին թիմատարսել եւ ոստիկան զինվորները վնասներ գրելով գհերանան։ Ուրֆայի հերոսամարտը սիրելներ իր վերջը կգտնե հոկտեմբեր 23-ին։ Եվս մեջբերումը հերոսական ֆեդայիներու գանքեն 1908-ի սահմանադրությունը որոշ ազատություն կբերե եւ շունչ կտա հայության։ Մասնավորապես երիտասարդությունը կսկսի մտավորական եւ քաղաքական պատրաստությամբ դասյարակվել եւ Ուրֆայի քաղաքի մեջ կհաստատվին հնչակյանները եւ ավելի եւս կզորանան երիտասարդական գազམ་ագերբության շարքերը, երբ հոյիտար տաշնակցությունը կսկսի իր կանոնավոր գազམ་ագերբչական եւ ագումբային կյանքին։ Գազམ་ագերբության ոգին կդառնա աննման հերոս Մգրդիչ Յոտնեղբարյանը, որ առանց որևէ օժանդակության, առանց դրամական նպաստներուն մինչև Հալեբ գերտա զենքեր բերելու եւ երիտասարդությունը զինելու։ 1915-ի չարակուշակ թվականը, երբ կհասնի ապրիլ 24-ին պոլիսի մեջ եղած ահավոր ցերպակալություններու լուրերը կհասնին նաև Ուրֆա եւ ամբողջ հայ աշխարհը ահուսարսափի կմատնվի։ Շուտով քաղաքականական գարավանները Ուրֆա գուքան եւ այդ տարակրվածներուն մեջ կային Քաչարի Զեյթունի զինաթափ խեղճացած զավակները եւ այն ժամանակ որ երիտասարդությունը կհամոզվի որ շուտով արյունաներկ ցերկը պիտի հասնի նաև Ուրֆայի հայության։ Աքսորի եւ Կոդարածի հրամանը նաև պիտի ճուշանա իրենց։ Ոստի կմտածեն ավելի նպաստավոր է եւ պատվավոր է գրվել եւ կաչափար մեռնել։ 1915 հունիս 8-ին կցերպակալվին 16 կուսակցականներ, կդարվին Ռաղկայի մոտ գտնվող Թրստան քյուղը եւ այնտեղ կնահատակվին։ Հունիս 8-ին կցերպակալվին Մինչ այստեղ նշեմ Մգրդիչ Յոտնեղբարյանը արդեն իր անձնական նախաձեռնությամբ կգազմե հայտուգային խումբը եւ կգադարե զինավարժություններ, նաեւ նախապատրաստական աշխատանքներ։ Հուլիս 26-ին կցերպակալվին առաջնորդ Հայր Սուրբը, ազգային երևելիները եւ ղեկավարները։ Այստեղ նշեմ Մգրդիչ Յոտնեղբարյանը ձգտված գայցել է Գրիգոր Զոհրաբին եւ Վարդգեսին Փանդին մեջ
եւ գսե իրենց թե պետք է իրեն հետ հիմա փախուստան, այլապես իրենց ալ մահը կսպասե։ Բայց անոնք Գրիգոր Զոհրաբը եւ Արտկեսը կմերժեն։ Մգրտիչ 7 եղբայրյանը կներկայանա նաեւ Ուրֆայի մեծամեծերուն, որոնք ամեն անգամ բաբես ըսկուշություն կթելադրեին, մանավանդ որ հագարակ էին զինյալ ապստամբության։ Օգոստոս 4-ին բادرազմական վիճակի անոնի դակ զինվորակրյալներ արձանագրելու բادرվակով 1500 ուրֆացի յադասարտներ փանակ կտանին, բայց փոխանակ անոնց զինվորակրելու փոսեր փորել կտան անոնց, ապա կշրջապատեն չեթեները եւ քուրդ աշիրատներով ամբողջությամբ կգոտորեն։ Հրաշքը այն է, որ անոնց մի քանի հոգին ազատացեն եւ կպատմեն 7 եղբայրյանին եւ ընկերներուն։ Ուրֆայի մեջ ընդհանուր սուկ էր եւ մահվան սարսափը դարազված էր բոլոր հայդուներուն մեջ։ Գարժե իշել բոլոր հրոսներուն Քևորգ Ալահայդոյան, Սարգիս 7 եղբայրյան, Հարություն Սիմյան, Արմենակ Ատտարյան, Լևոն Չերչյան, Վաղարշ Մեսրոբյան, Կարնիկ Շամլյան, Եղիսապետ 7 եղբայրյան, Սուլտան Սիմյան, Շանոմ Քեթենջյան, Մարիամ Չիլինգիրյան, Խաթուն Գունդակջյան եւ ուրիշներ։ Արդար է նաեւ այստեղ հիշել Ավետիս Ահարոնյանի խոսքը, երբ կսե հայկական ամբողջ ազատագրական շարժումը, հայ հեղափոխական դաշնակցությունը, որուն անոնով կորձեց եւ գրվեցավ մինչեւ վերջ, եւ երկրորդ մգրտիչ 7 եղբայրյան ճունի։ Ավետիս Ահարոնյանի խոսքը արդար է նաեւ հիշել, երբ կսե ուրֆացի հայկանակ ամբողջ այդ հերոսական թիմադրության դեպողության իրենց գորովով, իրենց դոգուն անձնվիրությամբ եւ մանավանդ օրինակելի քաչասրտությամբ ոչ միայն հետ չմնացին իրենց եղբայրներեն կամ ամուսիններեն, ապա ավելի ճիշտ քերազանցեցին անոնց փառք նահատակներուն եւ բադեւ իրենց ուխտին։ Սիրելիներ, Ուրֆայի դեղահանման եւ դարակրության վերաբրողներեն մգրտիչ մեծ հայրիկի մասին պիտի պատմե Թորնուհին Զեփիր Աշակյանը։ Պատմե Գյուղերի մասին մոխրացած Պիտի պատմեմ ձեզ մեծ հայրիկիս Մգրտիչ Տաշճյանին կյանքը։ Այդ սուկովնի օրերի մասին Ապրիլ 24 1915-ին Թուրք Օսմանական կայսրությունը որոշեց բնաճնչել հայազգը, քանի որ քրիստոնյային եւ այդ որոշումին հետևանքը եղավ 1.5 միլիոն հայ զոհեր։ Տեղահանված հայրենիներեն մեկների մեծ հայրս Մգրտիչ Տաշճյան եւ իր ընտանիքը 9 հոգի, Ետեսիա Ուրֆայի ծնունդ։ Մեծորս Մգրտիչ Տաշճյանի ծնողներուն անունները Գարաբետ եւ Սուլտան, որոնք ունեցած են 4 տղաք՝ Հովաննես, Հակոբ, Սարգիս, Մգրտիչը մեծ հայրս եւ 2 աղջիկներ՝ Վարդուհի եւ Խատուն։ Վարդուհի էր նաեւ մեծ հորս մեծ մորը անունը։ Նախքան տեղահանումը մեծ հայրս Մգրտիչը կգործընծնե իր Հովաննես եղբայրը թերքական գացինի մահարվածով եւ մայրը Սուլտանը բնական մահով։ Իսկ իր Սարգիս եղբայրը, որ գծարայր թերքական բանակին մեջ, լսելով իր մոր մահը, կխմե ծխախոտի ջուր, որբեսի գարենա արտոնակիր ունենա եւ իր մորը թաղումին ներկա ալա։ Դժբախտաբար շատ խմելուն պատճառով կմահանա։ Մգրտիչ մեծ հայրիկս փոքրիկ տղա կվիրավորվի թուրքերուն գաբարով։ Այն ժամանակ, երբ ինք կերտար իրենց մոր մահվան լուրը տալու Հակոբ եղբորը։ Միջ այդ ասեմ, որ մեծ հորս գաբարի վերքը բուժելու համար կօգտագործեն միայն բզդիկ լատի գդորմը եւ եփրատ կետին ջուրը։ Հարկ է նշել, որ Հակոբը ինքնապաշտպանման խումբին հետ կգտնվեր հայկական եկեղեցին մեջ, իսկ թուրքերը իրենց թիրքով խմբված էին Ուլու մզկիթին մեջ։ Այսպեսով 6 հոգիով հայր, 2 եղբայր, 2 քույր եւ կրոջը զավակը տեղահանումի ճամփան կբռնեն, իսկ մեծ հորս մեծ մայրը Վարդուհին կնախընտրե մնալ Ուրֆա, որբեսի դեր կանգնի եւ պահպանե իրենց հողերը եւ գալվածքը։ Գաղթական հարազատներս, երբ կհասնին Սուրյոտ ալ Աբյադ գյուղը,
մեծ հորս Մկրտիչին հայրը Բաբի Ղարաբեդին ուժերը գսպարին, վիրավորը լալուն պատճառավ, եւ գխնդրե իր ընտանիքեն, որ իրենք շարունակեն իրենց ճամփան եւ իրեն թողնեն Թել Աբիադ ճաղացքի մոտ։ Այսպես կշարունակեն իրենց տարակրության ճամփան դեպի Դերզոր։ Դերզորի մեջ մեծ հայրիկս Մկրտիչը սրտեղություն մգունենա իր կրոջմեն, պատճառը այն է, որ քույրը Վարդուհին իր դուղուն Ղարաբեդին հացի գդորը ավելի մեծ պատար եղած է, քան իրը, եւ մեծ հայրիկս Մկրտիչը գհերանա իր ընտանիքեն։ Այստեղ նշեմ, որ մեծ հայրս եղած է 7 տարեկան տեղահանումի ժամանակ, եւ այսպեսով կգործվի Դերզորի մեջ։ Բադուները կգտնեն զինք, կնստեցնեն ուղդին վրա, բայց այնքան հոգնած իր քնացած պահուն ուղդեն բարինգած է ծորենի տաշտի մեջ։ Այնտեղ Աբեդ անունով բադումը կդած է իրեն եւ որտեղած է մեծ հայրիկիս իբր եղբայր անվանելով զինք Ահմեդ։ Այսպեսով Մկրտիչը կդառնա Ահմեդ։ Մեծ հայրիկս մինչև 10 տարեկան կմնա Աբեդին կով եւ կաշխատի իբր հովիվ։ Օրմը գրիվ գնե Գյուղաբեդի հովիվին հետ։ Գյուղացիները գիտեն, որ մեծ հայրս հայ է եւ քրիստոնյա, ուզեն սպանել, բայց արաբ բադուն Աբեդը թույլ չի տար։ Եվ մեծ հորս կտանի Գյուղաբեդին սենյակը եւ գսե. Այս տղան հայ է եւ քրիստոնյա է, ես իրեն որտեղած եմ իբր եղբայր։ Ով որ վնաս հասցնելու իրեն մոտենա 100 անգլիական ոսկի բարդավոր է տալու։ Իսկ եթե եղբայրս Ահմեդը, այսինքն մեծ հայրիկս, որևէ մեկումը վնաս հասցնե, ես պիտի տամ 100 անգլիական ոսկի։ Այսպեսով բոլորը գվախնան մեծ հայրիկից մոտենալու։ 10 տարեկանին մեծ հայրիկս որոշե դառնալ Ուրֆա եւ կանելով գահասնի իրենց տունը, բայց դժբախտաբար մեծ հայրիկիս հորը թուրք գործագիծը չընդունիր իրեն տան մեջ եւ մեծ հորս կանտեսե թողնելով իրեն փողոցին մեջ։ Մեծ հայրիկս ստիպված կգալե մինչև Սվեր գյուղը եւ կսկսի աշխատել։ Անակնկալն այն է, որ արաբ բադուն Աբեդը դարձյալ կգտնե մեծ հորս եւ ետ կդանե Դերզոր։ Մինչև 15 տարեկան կմնա Դերզոր։ Ետ կգանցնի Շեխնաժար գյուղը, ուր կմնա մինչև 19 տարեկան։ Ապա գերտա Բաբելներապ Հալեբ քաղաք եւ այդտեղ կաշխատի խանին մեջ օրական 1 բարգուդի Օսմանյան դրամ։ Օրը իր մեկը խնդրվի խմորը փուր դանիլ հաց եպելու։ Մեծ հայրիկս առանց գիտնալու գերտա Բաբելներապ Հալեբի մեջ Էլոյաններուն փուրը։ Այդ փուրին կորձավորը կճանչտա մեծ հորս եւ գսե փուրին դերոջը, այս երդասարտը իմ ընկերս է, անունը Մկրտիչ է եւ Ուրֆացի է։ Փուրին դերը գսե կորձավորին, որ չես տեսներ իրեն երկար մազերը, ասիգա բադու է, ասիգա հայ չէ, ուշադիր չլա բերանդ բանաս եւ խոսիս։ Ինչ այդ մեծ հայրիկս հուկա եփած հացը առնելու։ Փուրին կորձավորը մեծ հորս գսե, «Թուն հայ ես, անունդ Մկրտիչ է, ես քո մանկությանդ ընկերն եմ եւ մենք միասին կխաղայինք Ուրֆայի մեջ»։ Մեծ հայրիկս իրեն կպատասխանե. «Իմ անունս Ահմեդ է»։ Իմիջի այլոց Փուրի կորձավոր ընկերը կշարունակե պատմել Ուրֆայի մասին եւ մեծ հորս ընտանիքի մասին։ Այս ընթացքին մեծ հայրիկս Փուրի կորձավորին կհարցնե. «Ինչու աբրող հայեր կան»։ Եվ այսպես շնորհիվ այդ Փուրի կորձավորին կգտնե Հակոբ եղբորը։ Դժբախտաբար քույրերուն մասին ոչ մեկ տեղեկություն։ 1927-ին կհաստատվի Հալեբ Հակոբ եղբորը կով եւ կաշխատի Հալեբի գայարանը իբր երկաթակորձ, բայց աշխատանքը չի շարունակեր ֆրանսերեն լեզուն չիմանալուն համար։ Մեծ հայրս կանտամակրվի ֆրանսական բանակին իբր գամավոր ֆրանսերեն լեզուն սորվելու համար եւ սորվել է յետք կաշխատի իբր խոհարար ֆրանսացի խորհրդատուինքով, ինչպես կսեն արաբերեն լեզվով մուստաշար։ Կամուստանա մեծ մորս հետ Ալիս Տոպչյանին Հալեբ 1933-ին եւ գունենան 6 զավակներ, 5 աղջիկ եւ 1 տղա։ Հետագային մեծ հայրիկս Մկրտիչը ունեցած էր 14 տորնիկներ, 12 տղա եւ 2 աղջիկ։ Հակոբ եղբայրը 1946 հայրենադարձի տարին Հայաստան կմեկնի եւ այսպես դարձյալ կբաժնվին 2 եղբայրներ։ Մեծ հայրիկս Մկրտիչը 1964-ին կփոխադրվի Լիբանան եւ 1975-ին 66 տարեկանին կմահանա Լիբանանի մեջ։ Այս է մեծ հորս Մկրտիչի կյանքը, որ ինձ պատմած է մայրս Արփին եւ ես Սեփյուր Աշիկյան կպատմեմ ձեզ։ Որպես հայուհի, լիբանանահայ, իմ հարկանքի խոսքս է մեծ հայրիկ Մկրտիչին, մեծ հայր, հբարդ եմ քեզմով, 100 ամյակներու հետ պիտի պատմենք
Պիտի հիշենք եւ պիտի բահանջենք։ Բարձ կդար ռադիո այք։ Լսեցիք Պատմե հայրիկ հաղորդաշարս նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակի դարելիցին ռադիո այք Արցանցկայան Շակե Մանգասարյան Պատմե մայրիկ պատմե Գյուղերի մասին այ մոխրացած Պատմե մայրիկ իմ չարված Այդ սուքովլի օրերի մասին Պատմե մայրիկ